Սիրելի հայրենակիցներ, ես այս պահին գտնվում եմ Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում եւ ճանապարհին այստեղ գալուց տեսա ոստիկանության հսկայական ուժեր, թե բարեկային ծառայության, թե ոստիկանության գվարդիայի եւ հասկացա, որ այստեղ մեծ իրարանցում է սպասվում, ավելի ուշ տեսնելով տեսանյութները հասկացա, որ հայրենիքի գողերի փոքրիկ խմբակը այսօր ներխուժել է Արարատի մարզ իր սպառնալիքները եւ վտանգները բերելով Արարատի մարզին եւ մեր հայրենիքին Հայաստանին ընդհանրապես։ Ես հիմա գտնվում եմ այն հրապարակում Արարատի մարզպետարանի եւ քաղաքապետարանի դիմաց, որտեղ նաեւ այս երեկո հայրենիքի գողերի փոքրիկ խմբակը անցկացնելու է իր հավաքը։ Նրանք դժվար թե խոսեն այն իրական վտանգների մասին, որ գոյություն ունի մեր երկրում, իսկ որոնք են այդ իրական վտանգները, դա հատկապես վերաբերվում է 300,000 ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելուն։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիկմետ Հաջիևը, որը բնականաբար չի կարող արտահայտել որևէ այլ տեսակետ, քան Ադրբեջանի նախագահի տեսակետներն են, այսինքն դա պաշտոնական տեսակետ է, խոսելով Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների նրանց վերադարձի իրավունքների մասին։ Ճիշտ այն մասին, ինչը որ մենք բարձրաձայնում ենք, ահազանգում ենք այս վերջին ժամանակների ընթացքում։ Ադրբեջանը հերթով լուծելով բոլոր խնդիրները, բոլոր պահանջները, որոնք դնում է Փաշինյանի առջև կատարվում են, հիմա եկե հասել է Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու։ Բնականաբար այդ վտանգը վերաբերում է ուղիղ կերպով նաև Արարատի մարզին, Արտաշատ քաղաքին, որովհետև մինչև 88 թվականը ադրբեջանցիներով բնակեցված են եղել նաև այս տարածաշրջանի մի շարք բնակավայրեր։ Հետևաբար այդ վտանգը այսօր կախված է մեր ժողովրդի գլխին, այդ հարցը նրանք միշտ պահում են ակտուալ, իսկ Սամվել Կարապետյանը առաջարկում է ճիշտ հակառակը։ Վերջերս հայտարարվեց, որ իշխանության գալուց կարճ ժամանակ հետո ընդունվելու է օրենք, որը թույլ չի տալու որևէ ադրբեջանցու, ադրբեջանական անձնագրով որևէ քաղաքացու Հայաստանում ձեռք բերել հողատարածություն, անշարժ գույք, այսինքն այստեղ բնակություն հաստատել, չասեմ, որ միգրացիոն քաղաքականությունը պետությունն է որոշում։ Եթե հիմա տեղահանված մարդկանց վերադարձի խնդիր գոյություն ունի, ապա դա կարա վերաբերի միայն Արցախի մեր հայրենակիցներին, որոնք բռնի տեղահանության եւ ցեղասպանության են ենթարկվել։ Իսկ այդ հարցը Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում։ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում նաեւ Հիկմետ Հաջիևի հայտարարություններին։ Վերջերս երբ որ ես հանրային հեռուստաընկերությունում բանավեճի էի, հրավիրված Պետրոս Ղազարյանը հարցնում էր, ասում էր, երբ է վերջին անգամ Ադրբեջանը այդ հարցը բարձրացրել։ Հիմա մեր Պետրոսը կարա իմանա երբ ա եղել, մի քանի օր առաջ, այսինքն նրանք այդ հարցը միշտ են բարձրացնում, 21 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած, այնտեղ ստեղծել են հատուկ կազմակերպություն, Արևմտյան Ադրբեջանի միություն, եւ փաստացի այսօր Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանում պահի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա էլ բնակեցնի, օգնի բնակեցնելու ադրբեջանցիներին Հայաստանում։ Եվ այդ իմաստով թիրախային նաեւ տարածքը Արարատի մարզում Տիգրանաշեն համայնքը, որը Նիկոլ Փաշինյանը ի թիվս Տավուշի մարզի այլ տարածաշրջանների մտադիր է հանձնել Ադրբեջանին, այսինքն եթե գա իշխանության, իսկ դա նշանակում է, որ կարճ ժամանակ հետո ոնց որ փակվել է Գորիս-Կապան Ճակատեն ճանապարհները, այնպես էլ փակվելու են Արարատի մարզից դեպի Արարատի մարզի մյուս բնակավայրեր եւ ամբողջ Վայոց-Ձոր Սյունիք գնացող ճանապարհը, ամբողջ Վայոց-Ձոր Սյունիքի եւ Արարատի մի մասը հայտնվելու են շրջափակման մեջ, իսկ հյուսիսում Տավուշի ուղղությամբ ճանապարհները ադրբեջանական վերահսկողության տակ վերցնելուց հետո փակվելու է դեպի Վրաստան գնացող հիմնական ճանապարհը։ Սա են այսօրվա վտանգները եւ ես հուսով եմ, որ դավաճանախումբը կվռնդվի Արտաշատից։ Այսօր մենք բակային մի շարք հանդիպումներ ունեցանք մեր քաղաքացիների հետ, ընդհանուր առմամբ շատ լավ տրամադրություններ է տիրում Արտաշատում։ Մեկ ենք տեսել նիկոլական, շատ վտանգավոր եւ հարևաններին զգուշացրել ենք, ասել ենք, որ զգուշ լինեն, որովհետեւ իրանց շենքի այդ բակում, ասենք կողքի շենքում, մոտակայքում մի հատ նիկոլական կնիկ կա, որ դրանից զգուշ են, որովհետեւ դրանք շատ վտանգավոր են, որովհետեւ նիկոլականները դրանք են մարդիկ են, ովքեր ուզում են մեր երկրին բերեն
պատերազմ, աղետ, սուկ, կործանում, կորուստներ, մարդկային, տարածքային, նյութական, խոսքով շատ վտանգավոր բաներ են դրանք։ Դրանցից պետք է զգույշ լինել եւ ամեն ինչ անել, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունենա իշխանության փոփոխություն եւ Հայաստանի հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը։ Լավ եղեք։